Ոգելիցի շուկա մտնելով բացառապես մրգային հումքից պատրաստված թորվածքներով, սալորի, ծիրանի, խնձորի, օղիներով գործունեության արդեն 6-րդ տարին բոլորող ընկերությունը պարբերաբար տեսականին համալրում է ալկոհոլային նոր համ ու երանգներով։ Ամենատարբեր խաղողի գինիներով, լիկյորների շարքով, նռան, ծիրանի, սերկեֆիլի, 1 տարուց ավելի է արդեն որ մրգային թորվածքները նաև պահ են տալիս կաղնեփայտե տակառներում հնեցնում։ Նորարարությունը մեր զարգացման ռազմավարության կարևորագույն ընդգծված ուղղություններից է եւ նոր ապրանքներ պետք է ավելացվի։ Որպեսզի գործի ընթացքն անխափան լինի, բիզնես ստարտից առաջ ուղենշային ընտրված հավակնություններն իրագործելի արտադրությունն ամբողջությամբ նոր սերնդի սարքավորումներով են կահավորել, բարձրորակ խմիչք արտադրելու անհրաժեշտ պայմաններ ստեղծել։ Սկսած միջազգային ստանդարտներով գործող լաբորատորիայից մինչև ֆիլտրացման հատուկ ապարատներ, ջերմաստիճանի ավտոմատ կառավարման պահամաններ, արտադրության հիմնումը համընկավ պետական աջակցության լիզինգի ծրագրի մեկնարկին։ Հենց այդ հնարավորությունը թույլ տվեց մեծ ներդրումներ անել, կարճ ընթացքում ձեռք բերել, ինչն անհրաժեշտ է։ Լիզինգի շեմն արդեն գերազանցում է 200 միլիոն դրամը։ 19 թվականից մենք մեր առաջի սարքավորումները լիզինգային ծրագրերով ներմուծեցինք եւ ամեն տարի փուլ առ փուլ այդ ամեն ինչը կազմակերպվել է, սուբսիդավորումը, որը կատարվեց կառավարության կողմից, մեզ շատ օգնեց, թեթևացրեց եւ այդ վարկային բեռը իմպուլս տվեց, որովհետեւ մենք ավելի շատ ներդրումներ կատարենք։ Շշալցման ու պիտակավորման ունիվերսալ հոսքագիծը թույլ է տալիս օրական մինչև 12000 շիշ խմիչք արտադրել։ Պոտենցիալն այսօր իրացնում են մասնակի, բայց առաջիկա տարիներին մտադիր են հասնել մաքսիմումին, արտահանման շուկաները դիվերսիֆիկացնել, ծավալներն ավելացնել։ Արտահանման նշաձողը պլանավորում են հասցնել տարեկան արտադրանքի 80%-ին։ Անցյալ տարի մոտավորապես 60% արդեն արտահանման ծավալը մեզ մոտ կազմեց։ Արտահանում ենք այսօրվա դրությամբ մոտ 9 երկիր, ընդ որում եւ Ամերիկա, եւ եվրոպական երկրներ, եւ Ռուսաստանի Դաշնություն։ Արտադրությունները վերազինել ժամանակակից նոր սարքավորումներով, բարձրացնել թողարկվող արտադրանքի որակը, արտադրողականության տեմպն ու վաճառքի ցուցանիշները բարելավել, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագիրը որպես լուծում արտադրողի համար առաջնային այս նպատակների գյուղաճակցության ծրագրերից ամենապահանջվածներից է մնում։ Միայն 2025-ի առաջին 4 ամսում հաստատվել է 43 նոր հայտ, 117 նոր սարքավորում է բիզնեսը ձեռք բերել մոտ 10 միլիոն դրամի սահմաններում։ Իսկ ընդհանուր լիզինգի պորտֆելը մեկնարկից հաշված հատում է արդեն 48 միլիարդ դրամի շեմը։ Ծրագիրը կայացրեց լիզինգի շուկան, բանկերը լիզինգը տրամադրում էին բավականին բարձր կանխավճարով եւ նաեւ տոկոսադրույքով։ Կանխավճարի չափը հասնում էր գրեթե մինչեւ 40-50%-ի։ Ծրագիրը շուկան բարեփոխեց ամբողջությամբ եւ 20% կանխավճարը դարձավ ուղղորդիչ։ Պետությունը այս պահին ստանձնում է 10%-ային կետի սուբսիդավորում։ Ագրոպարենային ոլորտի բոլոր ուղղություններն են լիզինգի հնարավորությունից օգտվում բուսաբուծությունից մինչև անասնապահություն։ Ամենամեծ հետաքրքրությունը սակայն վերամշակող ճյուղից է։ Ջերմատնային, սառնարանային տնտեսություններ հիմնողներից են նաև հայտերը շատ։ Բարբերաբար ծրագիրը վերանայվում է, թիրախային լավարկումներ են արվում։ Ծրագրից օգտվելու հնարավորություն է ընձեռնել նաև համայնքներին։ Պայմանները լավարկվել են շարժական եւ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման նպատակով, եթե սովորական ծրագրի պայմաններով լիզինգի 10%-ային կետն է սուբսիդավորվում, այս պարագայում սուբսիդավորվի լիզինգի 12%-ային կետը եւ 20% կանխավճարի 80%-ը։ Լիզինգով նոր գույք ձեռք բերելու համար նույն շահառուն կարող է դիմել մի քանի անգամ։ Միակ սահմանափակումն է, որ ընդհանուր պորտֆելը չգերազանցի սահմանված վերին շեմը 2 միլիարդ դրամը։